Սիմոնյան, նախ Իրանի հետ կապված ինչ են անում իշխանությունները, սրա հետ կապված ինչ մտահոգություններ ունեք, արդյոք Սյունիքը կարող է այս իրավիճակում տուժել։ Իրանի հետ կապված կարծում ՄԱԳՆ-ի հայտարարությունից զատ եւ իմ հայտարարությունից զատ որևիցե բան ավելացնելու չկա, ցավալի է, ուշով հետևում են, բայց այս պայծրությամբ տենց մտահոգություն չկա, որ դա կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենա մեր հարևանի հետ հարաբերություններին, որովհետև նախ եւ առաջ դուք գիտեք, որ խոսակցությունը շարունակվում է եւ կան կոնկրետ գործընթացներ, որոնք որ հիմա ընթացքի մեջ են եւ նման բան այս պայծրությամբ մենք չենք տեսնում։ Բայց գնահատել եք ռիսկերը։ Հենց ամենահենց նույն րոպեին հանրությանը չի հայտնում վերջին օրերին միայն հատիկ առնատիկի մասին գրառում է։ ԱԳՆ-ի հայտարարությունը վարչապետը հանդիսանում է կառավարության ղեկավարը։ Ռիսկերի մասին է։ Դուք ասում եք գնահատել եք, այո, գնահատել ենք, քննարկել ենք, հենց գործողությունները սկսվելուն անմիջապես հետո շատ վաղ ժամի, կարելի ասել լույսը չբացված, այո, քննարկել ենք եւ ինչի հետ կապված պետք է մենք գտնվում ենք կապի մեջ մեր միջազգային գործընկերների հետ եւ այս պայծրությամբ որևիցե բան, որ ավելացնելու կա բացի ԱԳՆ-ի հայտարարությունից չկա։ Ռիսկերի գնահատում, այսինքն հենց այ առաջին րոպեներից ոչ միայն Ադրբեջանից սպասվող, այլ նաեւ հետագա հնարավոր զարգացումները հենց Իրանի ներսում մեր սահմանների վրա պետք է ասեմ, որ այս պայծրությամբ որևիցե հոսք ընդեղից չկա, մեր սահմանը որևիցե բան չի արձանագրել եւ մնացածը արդեն գիտեք, էլի Սիմոնյան, Ադրբեջանում նաեւ հայեր են մնացել, տեղեկություններ Չլսեցի։ Ադրբեջանում հայեր են մնացել։ Ադրբեջանում։ Այո, Ղոթարավի հետ կապված, այո, ստեղել ադրբեջանցիներ մնացել, գնացել, չէ, այս բանը գնացել։ Հա, մնացել էին ու գնացել են, չէ, մնացել են, որ գնացել են։ Չէ, այս բանը որևիցե տեղեկություն չունեմ, ճշտ եմ ասեմ, հիմա ինչ որ չգիտեմ, չեմ կարող խոսել։ Թիվ 1 ռիսկերն է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել եւ այլ բնույթի վերածվել, ինչպես նաեւ այլ երկրների ներառվածությունը մեզ ստաբիլ հարևան է պետք եւ ինչ որ տեղի է ունենում մեր համար անընդունելի։ Մոռացեք Զանգեզուրի միջանցքը, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա որակումները, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են, տեսել եք նաեւ որ Ադրբեջանից հնչում են արտահայտություններ, որոնք ասում են մենք օրինակ կուզենայինք, որ ամբողջ Ադրբեջանը միջանցքի վերածվեր եւ այլն եւ այլն։ Դրա համար դրա հետ կապված կարծում եմ ամեն ինչ ասվել է։ Հիմա նորից նույն բանը պետք է Սիմոնյան նշեցիք իրավիճակից կա երաշխիք, որ Ադրբեջանը չի օգտվել ես քաղաքական առումով եմ ասում մոռացեք եւ ռազմական առումով էլ արդեն ռազմական գերատեսչության ղեկավարը կպատասխանի։ Այդ խոսակցությունը փակված է եւ այդ խոսակցությունը վերադարձ ոչ այն ժամանակ ա եղել, ոչ հիմա կա, ոչ էլ ապագայում կարա լինի, դրա հետ կապված իրանք հայտարարություն են արել, մենք մեր դիրքորոշումը ասել ենք, իրանք զարմանքով են մոտեցել, Ադրբեջանի նախագահը ասել է ես զարմանում եմ, ընդհանրապես դուք ինչի եք դրանից այդպես վատ վերաբերում, Ադրբեջանի պաշտոնյան, որը որ զբաղվում է իրենց արտաքին քաղաքականությամբ եւ հանդիսանում է իրենց նախագահի խորհրդականը, ասել է որ ինչ են հայերը այդպես ցավակին տանում, մենք կուզենայինք որ ամբողջ Ադրբեջանը լիներ միջանցք, իսկ հայկական կողմը ասում է որ այո Հայաստանի Հանրապետությունով կարող են անցնել տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության իրավազորության ներքո եւ այդ դրա հետ կապված ներկայացվել է խաղաղության խաչմերուկ ծրագիրը, խաղաղության խաչմերուկ ծրագիրը քննարկվում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ Հայաստանի Հանրապետությունը այո պատրաստ է բոլոր երկրների հետ, ինչպես Իրանի հետ եւ Վրաստանի հետ ունենք բաց սահմաններ մեր իրավազորության եւ օրենքների հիման վրա դա անել որևիցե նոր բան մի փնտրեք, չփնտրեք ու մի խոսեք։ Սիմոնյան նիստի ժամանակը արդիական է խաղաղության խաչմերուկը, այսպեսի պայմաններում, հենց այս պայմաններում է արդիական, որովհետեւ եւ տենց խոսք կա, չէ՞, ժողովրդական, որ մի դուր բացվում է, մի դուր փակվում է եւ հակառակը, որ մի դուր փակվում է, մի դուր բացվում է։ Հիմա եթե դուք օրինակ համացանցում կա, հա, տեսնում եք քարտեզը, որտեղով են
ինքնաթիռներ թռնում եւ ակնհայտ է, որ Հայաստանի եւ մեր տարածաշրջանը այս պայդրությամբ հաստատի օդային միջանցքի է վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար, այո, իհարկե արդիական է եւ ինքը նաև արդիական է այն առումով, որ դա ոչ միայն տնտեսական իմաստ ունի, դա նաև անվտանգային իմաստ ունի, որովհետև այդ կապը նաև իրանից տնտեսական շահեր է հետապնդում բոլոր երկրների համար։ Նորից եմ ասում, ժողովուրդ, նորից եմ ասում, պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են եւ մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ուղղությամբ գործուն քայլեր է անում, ինչպես նաեւ օրինակ ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը հաջես հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա Հաստատվում է։ Այո, հաստատվում է։ Այո, հաստատվում է։ Ինչ օրակարգ Եկեք այդ հաստատեցի, բայց մնացածը արդեն վարչապետի գրասենյակի։ Այո, Էրդողանը հրավիրել։ այո, հրավերի։ Բացի հայ-թուրքական հարաբերություններից նաև այդ խաչմերուկի հարցն Բոլոր հարցերը տարածաշրջանային քննարկվելու են եւ ես կարծում եմ այդ այցը պատմական է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Լսեք, ես հիմա դժվարանում եմ անունը ասել, պաշտոնական աշխատանքային է, բայց որ դա երկկողմ այց է եւ հրավեր է արվել նախագահի կողմից եւ հենց այդ ֆորմատով է լինելու, այո։ Հիմա չլսեցի ոչ մի։ Այդ հանդիպումից, ակնկալիք այդ հանդիպումից հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերվում, թե նաև հայ-ադրբեջանական բոլոր հնարավոր հարցերին, որոնք որ հնարավոր կլինի քննարկել, այդ հարցերը կքննարկեն։ Ոչ մի արտառոց բան էս պայի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև չեմ բացառում որևիցե քննարկում։ Իսկ կարող ենք ենթադրել, որ Թուրքիան ուզում է միջնորդ լինել այս Ինչի մեջ միջնորդ։ հայ-ադրբեջանական հարաբերությունների։ Չեմ կարծում, որ նման գնահատականներ տալը ճիշտ է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որևիցե մի երկրի, նույնիսկ ոչ տարածաշրջանային երկրի աջակցությամբ կամ որևիցե մի մայրաքաղաքում, եթե խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա կլինի բոլորի շահերը։ Բայց ինչպես տեսակ, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը եւ Հայաստանը ավարտին հասցրեցին միասնական եւ երկու կողմը կորոշեն, երբ որ դրա ժամանակը գա, թե որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի միջնորդություն, թե ընդհանրապես միջնորդության կարիք չլինի, թե այլ ֆորմատ կլինի, որտեղ դիվանագիտական բանում տարբեր ֆորմատներ գոյություն ունի եւ ես չեմ բացառում, որ այլ ֆորմատների քննարկում նույնպես տեղի կունենա եւ ինչ-որ մի ֆորմատ Ինչ կազմով է Փաշինյանի այցը։ Պասմոնյա մտահոգություն կան դիմադիր դաշտից, որը երբ որ Դուք եք տեղափոխվել։ չէ, պարզապես այո, սոլիդարություն։ Պարոն Սիմոնյան, մտահոգություն կան դիմադիր դաշտից, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է գնում, այդ ընթացքում հնարավոր է նաև որոշակի առաջարկներ, պահանջներ Թուրքիայից դրվի Հայաստանի առջև։ Դուք հերքում եք, որ Թուրքիան կարող է ինչ-որ բան առաջարկել եւ Հայաստանը կատարել դա։ Նախապայմաններ անդադար Չգիտեմ, ինչ եք հարցնում ուզում հասկանալ։ Իսկ որ Փարիզ է գնում, կամ Վաշինգտոն է, կամ Մոսկվա է գնում, կամ ինչ-որ մի, ասենք, ինչ-որ մի հատ ուրիշ երկրի ղեկավար է գալիս, մի տեսակ բան, լսեք, մեր ընդդիմությունը շատ թույլ ընդդիմություն է քաղաքականապես եւ քաղաքականությունից շատ հեռու է։ Իրանք նոր են սովորում քաղաքականությունը ինչ է, որտեղ իրենք իրենց ժամանակին քաղաքականություն չի եղել է մեկ անձի հրամայական եւ տենց խաղի կանոններ։ Իրանք նոր են սովորում ընդդիմություն լինել եւ ես ներողություն եմ խնդրում, բայց ես քաղաքագիտության հարցեր դասավանդելով, քաղաքագիտություն դասավանդելով չեմ զբաղվելու։ Թող գնան պարապեն, ասելիք ձևավորեն, գան, հետներս բանավիճեն։ Այդ բանավեճի վայրը այստեղ է, որտեղ իրանք չեն գալիս։ Թող գան բանավիճեն։ Ճանապարհի հարցում ասեն կարող է եւ այդ հարցը լսեք, ինչ կարող է այդ հարցը դրվի, իսկ կարող է մեծ նվերներ տա, իսկ կարող է Փաշինյան նվերներ տա, կարող է մի բաժան, այդ ինչ խոսակցություն։ Բայց իրանք ուղիղ իրանք պաշտոնյաները խոսում են, չէ՞, մամուլով խոսում են կամ ձեզ համար նախապայմանները նորություն Ներողություն, իսկ մեր համար մեր պաշտոնյաները չեն խոսում։
Ինչ է խոսում։ Մենք մեր դիրքորոշումը չենք Այսքան ասում։ ժամանակ ինչ ուզել են տվել եք։ Զանգեզուրի Միջանցքի մասին նոր։ Դե իրանք ասում են անուն Միջանցք դրեք, ուզում եք ճանապարհ տվեք, մեկը տալու է։ Դե ձևակերպման խնդիր է։ Հիմա կարաս քաղաքական գործին ասես քաղաքական գործիչ, կարաս ասես, որ ինքը քաղաքական գործիչ չի, սկսնակ է։ Լրագրողին կարաս ասես, որ ինքը վարձու կիլերը ինչ որ մեկից փող ա վերցնում, որ գա ես մի քաղաքական գործի սպանի, կարաս ասես, որ ինքը արեստավարժ է։ Այդ գիտես ինչ է, ճաշակի հարց է, բայց իրողությունը մնում է հետեւյալը։ Այն ինչ որ իրանք ասում էին, այն ինչ որ մեր լրատվամիջոցները հաճախ ասում են, հետո լույսը բացվում է, սկսում են բացատրել, թե ինչի օրինակ է դու լրատվամիջոցի ասած իրականություն չդարավ։ Բայց ոնց ստացվեց, որ պատերազմից հետո ասում էին, որ ինքը չի կարողանալու բանակցել, բանակցեց եւ 17 կետանոց խաղաղության պայմանագիր բերեց, որը երկկողմ է բոլոր կետերի մասով։ Նախ չի ստորագրվել։ Լավ։ Իսկ այն թղթի վերաբերյալ, որը վերաբերում էր սահմանագծման, սահմանազատման, ասում եք Ալիևը չի ստորագրելու, Ալիևը ստորագրեց։ Ասենք ոտք դրեց, Ես հասկանում եմ, հեսա կվերադառնանք սահմանազատման գործընթացին, եւ ես հասկանում եմ, որ տենց մի հատ արտահայտություն կա հայտնի, էլի, որ ասում եմ, որ մեկը ջրի վրայով քայլի, միշտ մեկը կգտնվի, որ կասի, հա, լողանալ հաստատ չգիտի, դրա համար է ջրի վրայով։ Այդ տրամաբանությամբ եք շատ։ Ինչ վերաբերում է սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված դա մեր մեծագույն հաջողություններից մեկն է, որտեղ որ մենք ֆիքսել ենք Հայաստանի Հանրապետության շարունակումը։ Սկող իշխանություն չեք ավելի շատ։ Լսի, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենածայրահեղ եւ ամենավատ գնահատականներով էլ սկող, էլ պարտված, էլ դավաճան, էլ հողատու, ինչ տեսակի բան ասեցին, չէ՞։ Տեսակ 2021 թվականին ով սկեց ու ով ում սկծրեց, ով միջև քոքը մաշվեց, ով ում քոքը մաշացրեց։ Ձեզ դատի Ռոբերտ Քոչարյանը ձեր դեմ դատական հայց է ներկայացրել։ Ես ինքան ուրախ եմ։ Եթե իմանայի, ես որ իմանայի, չէ, ոչ մեկ արժանի չի որ ծեծեն, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը կամ իր տղան էս դահլիճում արժանի չի որ ծեծ ուտի, նույնիսկ լրագրողները արժանի չեն որ ծեծ ուտեն։ Դե ասենք Վահե Մակարյանը Ռոբերտ Քոչարյանի հարցին պատասխան, հետո Վահե Մակարյանի հարցին չմոռանաս, չէ՞։ Ռոբերտ Քոչարյանից դատի տալու մասով շատ ուրախ եմ, եթե իմանայի որ դատի է տալու, նույնիսկ պատրաստ էի, ես բանը վճարեի այդ գույքը հարկա, ինչ է կոչվում այդ պետական турքը պատրաստ էի վճարել, բայց դե հիմա դիմել է 9 միլիոն դրամ փող ա ուզում ինձնից, վստահ եմ, որ այդ 200 միլիոն դոլարին այդ 9 միլիոնը ճիշտ է բան չի փոխելու, բայց էլի տենց։ Բայց դու պետք է կրճատեք ձեր ծախսերը, որ կարողանաք վճարել։ Ես չեմ կարծում, որ նախ ինքը այդ դատը հաղթելու է, որովհետև ես որքան հասկանում եմ, ես որքան ինչ պետք է ապացուցեմ իմ ասածները, որ ես իմ գնահատականները տվել եմ, հա, այսինքն այն բանը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարդասպան լինելու մեջ, մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի, Պողոս Պողոսյանի, այդ դրանք ես պետք է ապացուցեմ։ Կարծում եմ ինքը պետք է գա ապացուցի, որ ինքը մարդասպան չի, թալանչի չի եւ ինքը Դուք եք ասել դուք պիտի մենք հիմա դատականist ենք, լավ մենք հիմա դատականist ենք, դու որպես մարդ, որը ինձ պարտվել ես դատականիստում հասկանում եմ, որ դրանք լավ գիտես։ Ձեզ տենց էլ չկանչեցին հարցակ։ Բայց ինչի պետք է կանչեն, քաղաքացիական գործով չեն կանչում, փաստաբանս կգնա, փաստաբանը գործ կար, անիջան լավ իմ ու քո երեկոն չի, վարույթ կար, իմ ու քո բարեկամության երեկոն չի, մնացած այդ կապված բոլոր գործընկերները հարցին ազգային ժողովի տարածքից պատգամավորի անցաթղթով ներս մտած լրագրողին Վահեին, անվտանգության աշխատակիցների միջոցով դուրս հանել ինչքանով էր տեղին բանս։ Տեսեք, գոյություն ունի կանոն, որով որ լրագրողները կարող են գործել ազգային ժողովում։ Այդ կանոնի համաձայն դուք օրինակ հավատարմագրում եք ստանում եւ հավատարմագրվելով կարողանում եք ձեր գործունեությունը իրականացնել։ Երբ որ պատգամավորը անցաթուղթ է իջացնում, դա նույնպես ունի իր կանոնները։ Այդ կանոնների մեջ ենթադրում է, որ օգնականը գալիս է, ուղեկցում է անձին պատգամավորի սենյակ եւ հետո ուղեկցում է սենյակից դուրս։ Ձեր նշած անձը եկել էր նստել էր բանի այդ հանձնաժողովի նիստի եւ լրատվական գործունեություն էր իրականացնում։ Հիմա կարելի վերջացնեմ, կլի վերջացնեմ։ Հիմա եկեք sense մի բան պայման։ Ինչով է ձեր նշած անձը ավելի մեծ առավելություններ ունեն ձեզանից, որ դուք
հավատարմագրվում եք, ինչ-որ պրոցես եք անցնում, իսկ ինքը կարող է ուղղակի բանով գա անցնել, դա մեկ, երկրորդը այն անձը, որ իրեն թուղթ է տվել, որ ինքը ներս մոտի, նույնպես իրեն ասել է, որ պետք չի, որ ինքը գա մասնակցի եւ խնդրել է, որ իրան դուրս դնել այս process-ին, Գեղամ Մանուկյանն է անձը, ես անձամբ զրուցել եմ իր հետ, ուստի ստացվում է, որ ձեր նշած անձը ուղղակի ներսի կանոններն է խախտել եւ ներսի կանոնների ուղղաները բոլորի համար նույնն են։ Վերադառնանք Նարեկ Մալյանին, ասեք լսում եմ, ինչ եք ասում։ Նարեկ Մալյանը եկել էր Մամիկյանյանի մոտ, բայց մտել է Աղվան Վարդանյանի սենյակ, այդ դեպքում մենք պարոն Աղվան Վարդանյանից կամ պարոն Մամիկյանյանից որևիցե բողոք չենք ստացել եւ որևիցե ակնհայտ էր, ումից էր պես ստանալ ասել, ակնհայտ է։ Նախ Նարեկը Մալյան չէր եկել լրագրողական գործունեություն իրականացնում, մեկ, երկրորդը։ Ինչի տանենք Մամիկյանյանի սենյակ, Նարեկի Մալյանն հանել է։ Չէ, կներեք Գեղամ։ Ախր Գեղամն էլ չէր ուզում որ գնա իր սենյակ, Գեղամ Մանուկյան նույնպես ասում էր որ սխալ է։ Ժորդ, տեսեք, վերջացրեք այդ ես հասկանում եմ ձեր ցանկությունը նախ գործընկերական առումով իրար աջակցելու, բայց եկեք ազնիվ եւ անկեղծ լինենք, հա, գոյություն ունեն կանոններ, բոլորի համար այդ կանոնները գործում է։ Հիմա դուք կարծում եք որ ճիշտ է, որ դուք օրինակ չհավատարմագրվեք, ինչ որ ծանոթ պատգամավոր ձեզ թուղթ տա, ու այդ մարդը գանստի ընդհանրենք պաշտպանության հանձնաժողովից ռեպորտաժը, չէ, դա նորմալ չի։ Եթե դա նորմալ լինի, կանոնակարգը դա կներառ, եթե չի ներառում, ուրեմն դա նորմալ չի։ Լավ է։ Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամի քաղաքացիական պայմանագրի վարչության անդամի թեկնածուներ են առաջադրվում։ Դուք նախ առաջադրվել եք եւ ինչ կազմ է, ովքեր են առաջադրվել, ովքեր չեն լինի։ Կարծում եմ կոռեկտ չի, որ ես ասեմ, թե ով չի առաջադրվել։ Դուք առաջադրվել եք։ Ես առաջադրվել եմ, ես կարող եմ խոսել միայն իմ մասին, ես առաջադրվել եմ։ Դե թող հələ կազմը ընտրվի, չեմ կարող դրա արդեն պատասխանել։ Կեղծվել, ոչ որևիցե բան չի կեղծվել, որևիցե բան չի կեղծվել, եղել են խնդիրներ, դրա համար եղել է վերահաշվարկ եւ պարոն Թորոսյանը, որի անունը դուք հիշատակեցիք, նույնպես վարչության անդամ է ընտրվել եւ այդ այսպես ասած արդյունքները ընդունել է, իսկ ինչ վերաբերվում է արդյունքներին կգնայեք, էլի դուք այնտեղ եկնելու տեսախցիկ եք։ Չեմ կարող թիմը ասել։ Այո, կազմը կմեծանա, կանանց կվոտա ենք ավելացրել, որ կանայք շատ ավելի շատ ներգրավված լինեն, էլի։ Դուք հավաքում եք վարչության նախագահի աշխատանքը։ Լսեք, անկեղծ չէ, որովհետեւ այդ աշխատանքը ինձ շատ է, էլի։ Ես չեմ ուզում։ Ես առանց այդ ծանրաբեռնված եմ, ինձ դժվար է հաճախ վարչության նիստերին Փաշինյանից բացի ոչ մեկ իրավունք չունի հավակնել այդ։ Բայց մենք ստեղծման օրվանից առնվազն 3 այլ տեխնաց իշխանություն չէիք, Պապիկյանին մի պահ դրեցիք, հետո Նիկոլ Փաշինյանը վտանգներ տեսավ, դա էլ վերցրեց իր ձեռքը։ Չէ, չեմ կարծում, որ նման մտահոգություն կա եւ նման մտահոգություններ երբևիցե եղել է։ Ես ձեզ ասել եմ, ձեր մտածելակերպը մեզ համեմատել մնացած կուսակցությունների հետ մի քիչ սխալ է, մենք շատ բաց ենք եւ Արայիկ Հարությունյանն ա եղել մեր առաջի կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը եւ միշտ տեխնատուներ են ունենում։ Ես ձեզ ասեմ, վարչապետը ինքն է հրաժարվել այն դեպքերում, երբ որ ինքը չի եղել, ինքն է հրաժարվել եւ այս անգամ էլ երբ որ ես եմ իրեն առաջադրել որպես վարչության նախագահ, այս ընտրություններից հետո վարչության, որը որ ինքը դարավ, ես ակնկալում էի, որ էլի հրաժարվել է եւ դրա համար մի հատ երկար տեքստ ասի, բայց այս անգամ համաձայնեց, ես կարծում եմ այդ պատասխանատվությունը վերցնելը ճիշտ է։ Չգիտեմ, ահա ինչ է։ Նիկոլ Փաշինյան։ Այո, իհարկե առաջադրել եմ։ Ինչպես եք հարազատ Կուսակցականների բարձանելու եք վերել։ Լսի, երբևիցե դրա կարիքը չի եղել, որովհետև ակնհայտ է։ Ես ձեզ ասեմ ավելի շատ մարդ առաջադրել ամենամինիմալ բանն է, ամառային դպրոցի 100 տեղի համար 700 դիմորդ ունեմ արդեն ես։ Ինչ բան է։ Չէ։ Վեհարանը ինչպես եք պատրաստում զավթել։ Վեհարանը իշխանություններն ինչպես են զավթել։ Վեհարանը ինչքով ասում։ Փաշինյանն է ասում է պիտի Վեհարանից հանել վեհին եւ հանձնախումբ ստեղծել, ընտրություններ կազմակերպել կաթողիկոսի, ինչպես եք զավթելու։
Եթե դուք հիմա գալիս եք իմ հետ հարցազրույց անելու, դուք ինչ-որ բան զավթում եք, ինչ ճնշում եք, նեղացնում եք, Հիմա ձեզ շրջապատել եք։ Ուզում հասկանամ, հարցը ուզում ես արի սենց անենք, որպեսզի հասկանալի լինի մարդկանց, ովքեր որ դիտում են, որ դու տենց իբր անկողմնակալ ես եւ հարց ես տալի, որ ինֆորմացիա ստանաս, այլ ոչ թե վեհարանաս երբեք զավթելու հարցը չէ։ Ինչ եք կարծում, օրինակ ինչ եք կարծում, ինչ է, բայց ինչ են կարևոր զավթելու։ Այսինքն խումբ եք ստեղծում։ Լավ, բարի։ Եկեղեցու ներքին գործերին եք խառնվում։ Եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ եւ սահմանությամբ սահմանված է որ ունի հատուկ կարգավիճակ եւ Հայաստանի Հանրապետությունը բնական է պետքա իմ նաեւ կարծիքով իր դերակատարում ունենա այդ կառույցի մեջ եւ դա մեր կարծիքն է գիտես ինչ Սահմանադրություն եք խախտում Սահմանությունը գրածա որ մենք որևիցե կարծիք պետքա չունենանք այդ ոնց է որ սահմանության հոդվածը որ ձեզ ձեռա տալիս դուք չեք կարող կաթողիկոսի ընտրությունները կազմակերպել հացնախում ստեղծել սպասի ես ինչ խումբ ուզենամ կարամ ստեղծեմ այդ դուք կարաք 4-5 հոգով հավաքվեք ասեք մենք 3 հոգով հավաքվում եք կամ մի հոգի ինտերնետա ձեռան գնում հայտարարում որ ինքը լրագրող է Ես պետության բարձրաստիճան ներկայացուցիչ չեմ կարող ասել, որ ստեղ խնդիր կա եւ ես ուզում եմ պետությունը ուզում այդ խնդրով զբաղվի։ Տեսեք։ Շատ կարեւոր է։ Այդ մենք միշտ մշտապես խոսացել ենք, որ այդ կառույցի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Այդ կառույցը հիմնված է հարգանքի վրա։ Այդ կառույցը հիմնված է հավատի վրա։ Հիմա դուք եկել եք ինձ հարցեր եք տալի։ Հիմա ես ներողություն եմ խնդրում ձեզանից եւ մի հարց ունեմ ձեզ։ Ռետորական հարց ունեմ ձեզ։ Արդյոք դուք sense համարցակ լրագրողներով, այսինքն խելացի լրագրողներով, երբևիցե հարցրել եք կաթողիկոսին կամ որևիցե սրբազանին, այնուամենայնիվ երեխա ունի թե չունի։ Ես մի հարց եմ տալի։ Գնում եք, հարցնում եք, կարամ խոսեմ։ Գնում եք, հարցնում եք, ձեզ կներեք, ներողություն եմ խնդրում, լապշա են կախում եւ ասում են, գիտեք ինչ, այդ հարցերն են, որոնք չեն տրվում եւ արդյոք ու սկսում են կոսմոսից խոսալ։ Հիմա ասենք լավերով, լրատվական դաշտի, համարներով, խելացիներով, մի հատ խնդրում եմ ձեզ, կարող եք արդյոք այդ ինֆորմացիան բերել, ինձ պետք չի, ես գիտեմ որ ունի, եւ մեր հանրությանը ներկայացնել։ Եվ ներկայացնել։ Եթե գերակահարց չի, ուրեմն դա կմնա եւ կմարի, բայց այդ հարցը չի մարելու։ Ընդհակառակը 2010 սաղ աշխարհը գիտեմ, 2018 թվականից սկսած այդ խնդրեմը մշտապես եղել կարամ խոսամ հերիքա ընդհատես։ Այդ խնդրեմը մշտապես եղել է ու մշտապես իշխանությունը 2018 թվականից սկսված փորձել է դրան չանդրադառնալ։ Բայց այն ամեն ինչ որ կատարվում է հիմա, ժողովուրդ առնվազն պետք է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ունենա նոր կաթողիկոս, ինչ որ չափանիշներին համապատասխանող։ Իրանք իրար մեջից կընտրեն, ներողություն, քաղաքացիական պայմանագիր, լուսինե, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում չի ընտրվելու այդ կաթողիկոսը։ Այդ կաթողիկոսի չափանիշների, նոր կաթողիկոսի չափանիշների մասին գրված է հենց իրանց կանոնակարգերում։ Ախր իրենք չեն։ Դուք հասկանում եք, իրանք խնդրեմը կայանում է նրանում, որ իրանց ընկալումը եւ այդ ընկալումը, որ իրանք ներշնչել են ձեզ ու որոշ որ մեր քաղաքացիներին, որ եկեղեցին իրանց բանն է, դուքյանն է, որ եկեղեցում իրանք կարող են անել ինչ ուզում են, ինչ հնարավոր է անել, բայց երբ որ գալիս ասում ես, գիտես ինչ, եղբայր, սա իմ հավատի, չընդհատես ինձ, չընդհատես եւս, կվերջացնեմ ու երբևիցե քեզ հարցազրույց չեմ տա։ Երբ որ որևիցե մեկին չեմ տա, այդ կարգ ու կանոնը հերիք եղավ ինձ ընդհատեք։ Լավ, մի ստացեք։ Ոնց բայց ճանան։ Ձեր դասատուն չեմ, որ ձեր դասատունները տենց չէի կանի։ Եվ յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար տհաճ է, որ մտնում ես միտեղ, որտեղից քեզնից փող են մուրում։ Ես նկատի չունեմ, մեր մարդկանց ասեցի չընդհատես։ Երբ որ քեզնից գայս ասում են, դե երկչախմբին էլ 50,000 դրամ էլ պետք է երկչախմբին կա։ Սուս մի րոպե, բանը սարկավագին եք թիրախավորում։ Ես եկեղեցի այստեղ միայն վեհապանախնդիր կամ խոսեք կոնկրետ օրինակներով։ Ես բարձրաստիճան պաշտոնյա եմ։ Այո, բարձրաստիճան Երբ որ դու հարց ես տալիս, դու Հայաստանի Հանրապետությունն ես թիրախավորում։
դուք քաղաքական դուք մի վարքյան դուք քաղաքական պատասխանատվություն ստանձնած դուք իրանք էլ հավատի հիմա այդ մարդիկ սեքսով կարող են զբաղվել թե չեն կարող հիմա տեսեք եթե դուք կապված լուրերով եք առաջնորդվում իրոք է օդու կապված լուրերով դուք էլ ձեր տիկնոջը դավաճանում եք նորմալ է եթե դա վերաբերվում է հավատի եւ ես կուսակրոն ինչ որ մեկն եմ այո դա կարող է հանրության քննարկման արժ դառնալ։ Իհարկե ինչ վերաբերում է դա ոչ մեկին չի դու մի չես մակարդակին դու այդ մակարդակին մի չի դու դա քեզ չի վերաբերում դա ոչ մեկին չի վերաբերում այո որովհետև ես կուսակրոն չեմ իմ անձնական կյանքը որևիցե մեկին օրինակ եք հանրային դեմք եք Անի ջան չի կարելի նման բաներ խոսալ քննարկել ով ումից է երեխա ունեցել եթե ինքը կուսակրոն չի որ լրագրողը ում է տա քնում ումից փող ա վերցնում չի կարելի ես քեզ արգելում եմ ուշադիր ես բոլոր հարցադրումներին պատասխան բայց ես էլ ընտրության իրավունք ես քեզ արգելում եմ ամենավատ ընդդիմադիրի ամենավատ իմ ընդդիմախոսի ընտանեկան կյանք, անձնական կյանք մտնեն։ Դու դրա իրավունքը չունես, ես նույնպես դրա իրավունքը չունեմ։ Մենք խոսում ենք այլ կառույցի մասին։ Այդ կառույցը հենված է հավատի եւ տվյալներ եք հավաքագրում։ Ես որևիցե մեկի տվյալներ չեմ հավատա։ Շանտաժ եք անում եկեղեցին։ Ես որևիցե մեկի ոչ շանտաժ անեի շատ շուտվանից գնացած կլինի։ Որևիցե մեկը շանտաժ չի անում։ Որևիցե մեկը նման բան չի, բայց դու չափդ իմաց։ Պարոն Սիմոնյան, գործարար Սամվել Կարապետյանն է այս թեմային գործարար։ Տաշիր գրապից։ Ներողություն չկրի։ Աստված մեջ չէ, մեր մոտ ինչ-որ պլան է։ Նա ասում է, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարի պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա եւ ասում է, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին, սա ինչպես եք մեկնաբանում, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Չեմ ուզում մեկնաբանեմ, որովհետեւ եկեղեցու հայ առաքելական եկեղեցու դեմ որևիցե մեկը որևիցե բան չի անում, մենք բոլորս հանդիսանում ենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եւ պարոն Կարապետյանի դիտարկումներ կարծում եմ տեղին չի։ Այլ հարցեր կան։ Շնորհակալություն։ Ով էր սկում։ Դուք ասացիք պիտի լողալ։ Այո, որ լինեն մարդիկ, ովքեր որ քայլում են ջրով, կասեն որ չգիտեմ, սկող ասեմ, թե սկացնող ասեմ, ընդդիմությունը խորհրդարանական, իմպիչմենտի գործընթաց է նախաձեռնել, պարոն Սիմոնյան։ Բայց կարողացել է նախաձեռնել։ Ամեն դեպքում պրոցեսը ազգային ժողովի պատերից ներս է թափանցվել։ Խնդրում եմ ձեր դիտարկումներս այս անգամ կհաջողվեն ձեր ընդդիմադիր գործընկերների։ Ծիծաղելի գործընթաց է։ Ես զարմանում եմ Սերժ Սարգսյանը ոնց է այդ գործընթացին տենց սատարում եւ Ռոբերտ Քոչարյանը ոնց է ձևանում, որ իրանք այդ գործընթացին տենց այդ խաղը անկեղծ ասած տենց պոպկորնը ձեռներս նստած վայելում ենք, չենք հասկանում ինչի համար է այդ ամեն ինչը արվում եւ անկեղծ չեմ հասկանում։ Գիտեք ինչ, մեկ-մեկ նստում մտածում ասում ես, լավ, բա ինչ վերջը, ինչ, այսինքն պլանը որն է, անկեղծ ասած ժամանցային բան է դարել։ Բայց հերթական անգամ հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունը ազգային ժողովում, ըստ ձեզ սա ինչ որ քաղաքական նպատակ հետապնդող գործընթաց է, թե գործընթաց է ուղղակի ընդդիմադիր ֆորմի մեջ։ Դե ո՞նց կարող քաղաքական նպատակ հետապնդի։ Ուզում հասկանամ այդ նպատակը որն է։ Իրանք ենթադրում են, որ ինչ որ ձայներ են հավաք կամ ինչի է բերելու, ասեք, իսկ դարից չեն գալի, նիստերի չեն գալիս, հիմա ընտրություններն է 350 օր բան է մնացել մոտավորապես, հա, ուզում հասկանամ դա ինչ է։ Կարող է վերջում այդ խաղի մասնակիցի դառնալ։ Անի ջան, սեփական չափանիշներով ես չափում, հերիք եղավ բոլոր հարցերի մեջ քո սեփական մտածելակերպը, լսի, քո սեփական փորձը բոլոր հարցերի մեջ, քո սեփական մտածելակերպը մի դիր, դա վատ տպավորություն է տալիս։ Վարչապետի աշխատանքը բոլոր հարցերը։ Վարչապետի աշխատակազմը massամբ ֆինանսավորում է, կրթվել է նորաձև է շարժումը, որոնց Նիկոլ Փաշինյանն է մասնակցում, բայց այդ գումարի չափը չի հայտնում հանրությանը, սա մտահոգիչ չէ, քաղաքացու տեղեկություն չունեմ, չեմ կարող։ Դե ես հայտնեցի ձեզ։ Չէ, չգիտեմ, հիմա տենց պետքա մի հատ շատ բան կարաս հայտնես, ես պետքա մի հատ այդ հարցին ծանոթանամ, տեսնեմ նաև ձեր ասած հասցեատերը ինչ
պատասխանատալի։ Դուք մամուլ չեք կարդում երեկվանից Լսի, կհավատաս, արդեն շատ բաներ չեմ կարդում, որովհետև ես եմ հիմնականում մամուլի հիմնականը վերնագրերը ստեղծում, իսկ ես ինքս չեմ Մի կարդում։ մի գերագնահատեք, ձեզ դուք չեք, այո։ Մի օր համեմատական կանցկացնենք, կտեսնենք որևիցե այլ լրագրող կամ քաղաքական գործիչ, բացի մի քանիսից, ով է ավելի շատ վերնագիր տալիս, եւ ես քեզ վստահեցնում եմ առաջի 2-3-ի մեջ առնվազն ես միշտ տալիս։ Լուսինե ջան, նորից եմ կրկնում, արի։ Շմայսի մասին խոսացիր, իմիջիայլս պետք չի մարդուն տենց ածականով դիմել, ինքը Արաքել Մովսիսյան ասեք, շատ լավ է, Արաքել Մովսիսյան տալիս է, չէ՞, այդ բաները։ Փաշինյանին էլ կհորդորեք, որ Շմայսով չդիմի այլ Լսեք, նախ կբերես կտենամ, որ դեմ տենց դիմել։ Ես որևիցե մեկին, երբ որ ինչ-որ բան հորդորում եմ, ես դա անում եմ այն ժամանակ, երբ որ գտնում եմ ճիշտ։ Եթե գտնեմ ճիշտ, այո կհորդորեմ, բայց ով ինչ ասում է, իր վրա վերցնում է այն պատասխանատվությունը, ինչ որ ինքը ասել է։ Այլ չէ՞ դե Լուսինեն գիտես ինչ, ասենք Լուսինեն տենց գալիս է նա թարս տալիս ու գնում է իրան թվում է լրատվությունը է դա։ Այլ հարցեր ունես Անա ջան։ Վստահ ես։ Որ ինձ չդիպա